Parole ասա։ Լուսնկա գիշեր։ Գիշեր լուսնկա նստի։ Բայց parole ինչի համար էր պետք։ Դե որ հասկանայի դու ես Կարեն։ Պատմի տեսնեմ ով է իմ նոր հարևանը։ Ձեր նոր հարևանը իմ նոր անմիջական ղեկավարն է, Գնդապետ Պարթևյանը։ Իրան իմ տեղն եմ բերե։ Ճիշտ այդպես։ Ասեմ ավելին, ձեր սենյակում են նստում անում։ Ձեր աթոռին էլ հենվում է։ Ոտերն էլ դնում է ձեր սեղանին։ Հələ դու դրանց է։ Ձեր քարտուղարումն էլ Սուս մնա Կարեն։ Չէ, փոխել է։ Դու ինձ ավելի լավ ասա, ինչի համար են տեղափոխվել ես բակ։ Ինքը կնոջից բաժանվել է, երեխեն մնացել է իր մոտ, տունը կիսել են, առել է Սաքոյու Ռոզայի տունը, ամուսնացել է իրանից 15 տարի փոքր կնոջ հետ ու տեղափոխվել է այս շենք։ Ինքն է։ Լսում եմ, պարոն Գնդապետ։ Հա, բերում եմ։ Կներեք, պետք է գնամ, պարոն Գնդապետը կաթ խոզը։ Ես ժամին կաթ։ Դե հա, ինքը հիմնականում այս ժամերին անում։ Բա ինչի համար ամեն հարցի համար քեզ ցանկում։ Բա դուք ինչի համար եք ամեն հարցի համար ինձ ցանկում։ Փաստորեն Կարենին էլ է ուզում ձեռիցս տանի, հա։ Բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Երկուն ես դու երեք աղջիկ Բայց երազել ես միշտ տղա Նույնիսկ զոկանչնա քո աղջիկ Հաստատ կլենի բոլոլա Բոլոլայա լինելու ու ահավոր կինո Դեպավ է դեպոլա Վայ այ կեզ բոլոլա Հորներ վերին հալալա Վայ այ կեզ բոլոլա Դեպավ է դեպոլա Վայ այ կեզ բոլոլա Արամ պապին հալալա Ալլա տատի, ոնց ես։ Լավ եմ արամ, պապիկ։ Բայց ինչ ես պատրաստում։ Կրուգեցներ։ Ալլա, չի կարելի առավոտ արտանալ ու ուտելիքների անուն հորինել։ Արամ ջան, չեմ հորինում։ Սրանք հավի գնդիկներ են, կոչվում են կրուգեցներ։ Լուրջ ես ասում։ Ոնց է տրամադրությունդ լավ է, հա։ Բա ինչի պիտի վատ լինի։ Վաչոյի պես տաղու պապի եմ։ Արամ, իսկ կոկոնց մեր թորնիկը շոտ համոպոլիկա, ոյիզ ուտեմ դիրա թույշիկները, ոյթոտիկները։ Ալա, նյա թարգի էդ մուսի պուսին, մեր թորը պտի տաղամարդ տաղա մեծանա, դրա համար որոշել եմ սպորտի տամ։ Ինչ սպորտի արամ։ Դե, դեր չեմ որոշել, բայց ինչ-որ մարդ արվեստի, որ հայատում կռիվը լինի, էլեխենտա դիմացինի գլուխը ջարդի։ Արամ ջան, իսկ ավելի լավ, չերեխոն պարի տանք։ Ինչ ես խոսում։ Այսքան կռիվը լինի, երեխեն կողքը լատինով պարի ալու։ Երեխեքն են։ Ալեքս, դու փոքր ժամանակ ինչ ես գնացել։ Բարի։ Շատ վատ օրինակ է։ Երեխեք եկեք նախաճաշենք։ Ես սիրով։ Ես չեմ կարա, մամ ջան, գործից ուշանում եմ, խնդրում եմ Լեոին լավ կնայեք։ Լեոյի։ Լեոնովա։ Լեոն պապ ջան, Լեոն Վաչոյին ապաստակ տա, ես վերջերս ենքան հաճախ ակորցնում, խնդրում եմ էլի մամ ջան, լավ կնայեք չկորցնի։ Ես օրը լավ կնայենք, դու հագիս գնա։ Ես թրա։ Բարև Վաչո ջան։ Տիկին ալա, ես ինչ համով, ա։ Էթելի ինչ է Ալեքս ջան, դու իմ թփով սարկած խինկալիները չես կերել։ Տիկին ալա, ես ես լավ առաջարկ ունեմ։ Կդառնեք մեր սրճանի խոհարարը։ Ալեքս, չես գտնում, որ այդ հարցով ինձ պիտի դիմես։ Ինչու՞։ Որովհետև սրճարանը իմն է, Ալան էլ իմ կինն է։ Արամ ձեզա թույլ կտաք, որ տիկին Ալան դառնա ձեր սրճարանի խոհարարը։ Բա դու ինչի համար ես։
Ինչի համար եմ քեզ տնօրեն նշանակե, որ այդ հարցերով ես զբաղվեմ, ինքդ էլ որոշի։ Այս սխպարի գնալու արդյունքն է։ Հասկանում ես։ Ալեքս ջան, ես համաձայն եմ։ Տղես, մի հատ պաղպաղակ բացեմ կենոր գնա դասի, հա։ Պապ, ես հասկանում եմ, որ մամայից բաժանվելուց հետո դու հիմա գտնվում ես կոմպենսատոր պահվածքի փուլում, որը զուգորդվում է մեղավորության զգացման ու ծնողական օտարման վախի հետ, ինչի արդյունքում դու ամեն ինչի պատրաստ ես իմ սիրտը շահելու համար, բայց ես դեմ չեմ։ Տղես, երկրորդ քցի շունչը չկտրվի։ Պապ, մի հատ բան ասեմ չնեղանաս, քո հումորների վրա մենակ քո ենթականերն են ծիծաղում։ Վայ, մայիս, ինչ սրամիտն ես։ Հա, ու մեկ էլ Սիրանուշդ։ Սիրանուշ չի, Սիրիա, հետո էլ Սիրիչի մամայա։ Սիրանուշ, որ մի քանի ամսով ձեր հետ եմ ապրելու, այդ չի նշանակում, որ քեզ պիտի մամա ասեմ։ Իմ մաման շուտով կվերադառնա ու ես կգնամ իր մոտ։ Բա հիմա ուր ես գնում։ Ուր դու երբեք չես գնացել։ Էդ ուր։ Դպրոց։ Էդ ինչ ձև ես խոսում մամայիդ հետ։ Հաջող Սիրանուշ։ Սիրանուշ չի, Սիրիա, հետո էլ Սիրիչի մամայա։ Կյանքս ես տխուր եմ։ Ոչինչ, Սիրին, արիքին մի քիչ ժամանակ է պետք։ Դրա հետ չեմ։ Ինչի ես ինձ մեքենա նվիրել։ Որ քշես։ Բա ինչի չես թողում քշեմ։ Դե որովհետև վարորդական իրավունք չունես։ Բա ինչի ես ինձ մեքենա նվիրել, բայց վարորդական իրավունք չես նվիրել։ Սիրի, որովհետև մեքենա նվիրելը օրինական է, իսկ վարորդական իրավունք նվիրելը օրինական չի։ Կսովորես, կգնաս քննություն կտաս, կքշես։ Իսկ միջև այդ թող մեքենան բակում մեր պատոհանի տակ կանգնի։ Hola, dinero, vamos que no. Վաչո ջան, իսկական տղամարդը պետք է առողջ սնվի ու առողջ ապրելակերպով զբաղվի։ Հիմա ես քեզ մի քանի սպորտաձև ցույց կտամ։ Դու հետո կընտրես որն ես ուզում։ Սկսենք թեթևից, թեթև ատլետիկայից։ Սկզբից պետք է բացվել։ Մկանները բացենք ու շարժվենք առաջ, գնացինք։ Կրկնում ես իմ հետևից։ 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 Ահա, մկանները բացված է, հիմա գնում ենք 100 մետր վազելու։ Ինչ վաչո։ Ինչի 100 մետր։ Վաչո, որտեվ պապին դրանից ավել չի կանում վազի։ Ռև ես կոչ։ Չէ դու դրան տեսար վաչո։ Ես ատես ես դրան ինչ եմ մաշնում։ Ալո Կարեն, մի հատ շատ արագ արի մեր տուն։ Կարեն։ Ես ո՞նց ինձ արագ եկար։ Պարոն Պարթևյանես տունն էի, պարոն գնդապետ, հենց զանգեցիք շուտ եկա։ Կարեն, ուրեմն ինչ որ մեկը կանգնել է իմ ավտոյի տեղը, մի հատ ճշտում ես ով է ու ավտոնը տեղից հանում ես։ Լավ էլի, պարոն գնդապետ։ Դուք ձեր ավտոն վաճառել եք, էլ ավտո չունեք, էս ինչ չուզողություն, հա։ Կարեն։ Հա, ավտո չունեմ, բայց տեղ ունեմ։ Կատարել։ Լսում եմ։ Չէ, վաչո ջան։ Ոնց մտածում եմ, ես վազքը վախկոտների սպորտաձև է։ Մաքսիմում կարանաս կռիվանելուց փախնես։ Արի ուրիշ սպորտաձևեր ցույց տամ քեզ։ Այս փչացած ապրանքի փողը, այս սառնարան սարքողի փողը, այս առաքիչի սխալ պատվերի փողը, այս էլ կոմունալների փողը։ Դու հետո չես անում բա։ Ինձ պրեմիա եմ գրում։ Բինդ։ Դու էսանից լավ չես աշխատել, սա կո։ Ոնց դու կնիկ չես, դու անհարմար բարդ ես։ Սակո ջան, Ռոզա ջան, ձեր համար ունեմ հրաշալի նորություն։ Այսօրվանից Տիկին Ալան մեր սրճարանի համար ուտեստներ է պատրաստելու։ Չհասկացա, Ալեքս։ Այդ որ ես ասում էի սրճարանի համար ուտելիք պատրաստեն, բերենք վաճառենք, ասում էիր չէ։ Սպասում էիր զոքանչիդ առաջ տանես, հա։ Տենց է, Ռոժան, տենց է, այս երկրում ծանոթ չունենաս, գործը այդ առաջ չի եթա։ Ռոզա ջան, ես քո առաջարկը ընդունել էի, ուղղակի քո պատրաստած ձվածեղի ինքնարժեքը 8000 դրամ էր։ Ալեքս ջան, բա թանկ է, բա դու գիտես, դրանք հատուկ բրազիլական հավեր են, օրը մի հատիկ ձու են ածում, գիտես, մի հատիկ, ու այդ մի հատիկ ձուն մի հատ մեծ նավով բերում, ասում են Հայաստան դրա համար էտա գները, բրավ։ Լավ, այս ուտեստների ցանկն է, տարեք տպեք, գումարը կասայից։ Կասայում գումար չկա։
Ոնց չկա։ Հա, փչացած ապրանքի փողը տվել ենք, սառնարան սարքողի փողը տվել ենք, սխալ առաքման փողը տվել ենք, տակն էլ ինչ մնացել կոմունալն ենք տվել։ Ես վերցրեք, շուտ տպեք։ Սա քո, էլի այդ մարցին այս ուտում։ Ալեքս ջան, ախր հիմա ես չեմ ու դու շատ համովա ոնց չուտեմ։ Ինչ հայ տղա, ինչ ես վրես նայում, գնա մենյուն տպի։ Ռոզ դու կնիկ չես, դու անհարմար տեղում մեջքի քոր ես, մոտավորապես այստեղ անգնում է թափած։ Որտեղ եք։ Մի քիչ վեր։ Օլալա, լինելու ավավոլ կինո։ Կյանքս սենց որ մտածում եմ, մեզ տան աշխատող է պետք։ Հոգնել եմ արդեն ամբողջ օրը գործ եմ անում։ Ամանները ես եմ լվանում, լվացքը ես եմ անում, ուտելիքը ես եմ պատրաստում։ Սիրի, լվացքը լվանում է լվացքի մեքենան, ամանները լվանում է աման լվացող մեքենան, ուտելիքն էլ պատվիրում ես, բերում են գրողոտանի, ուզում եմ հասկանամ, ի՞նչը տա հոգնել։ Մատս, ամբողջ օրը գործ եմ անում։ Հիմա էլ դուրն են ծեծում, գնամ բացեմ։ Թույլ կտակ դիմել, պարոն գնդապետ։ Դիմի կարեմ։ Պարոն գնդապետ, ճիշտ ասած տիկին գնդապետի մեքենան տղայել եք ուրիշի տեղում եք կանգնացրել։ Հիմա խնդրում եմ որ հանեք։ Էնա բանալին, վերցրե գնա հանի։ Մայիս, չհասկացա։ Դրանք ով են, որ քեզ ասեն դու Կարենին ասես ինչ անի։ Այսօր իմ մեքենան է խանգարում, վաղ կասեն ես եմ խանգարում։ Պետքա բաժանվես, հա։ Լավ կարեմ պետք չի մի հանի դիր տեղը։ Հա, բայց ոչ մի բայց։ Պետք չի ասում եմ։ Պետք չի դիր տեղը։ Լավ, լսում եմ։ Մենք էլ կյանքս ասում կարող եմ մեր նոր տան համար նոր բազկաթոռ առնենք, հա։ Սիրի, բազկաթոռ ինչ ենք անում, բազմոց ունենք։ Ոյ կյանքս, բազմոցն առած բազկաթոռի ոնց որ ոստիկանը առած հանցագործի։ Ծուկիկս, մուկիկս, շունիկս։ Գաստ։ Արյուծիկս։ Լավ, ցույց տու։ Ցանկացած նոր տան համար նոր կահույք է պետք։ Աղջի, բայց ինչ հավեսով ասարկում չախուժակս բացվեց։ Իմ սարքասային կյանքում տենց բան չէիր ասի, չէ։ Դու սպասի տես ես այս ալայի խինկալիների պոչերը ոնց եմ կտրելու։ Սիրելի սրտիկներ, ես եկել եմ մեր բակի սրճարան, որովհետև այստեղ ունենք նոր խոհարար եւ պետքա փորձարկենք իր պատրաստած ուտեստը։ Կներկայացնեք։ Добрый день, дорогие друзья! Как делишки? Я сегодня приготовила это самое. Хинкали, но не грузинский, а армянский. Это туп, а внутри фарш. Там есть свинина, это самая говядина, и там есть баранина, лук, мук, зелень, меле, приправа. Это красный перец, черный перец. И самое главное, все сделано с любовью. Хоп, на-ни-на-и-на-на-нам, та-на-ни-на-и-на-на-нам, хоп, на-ни-на-и-на-на-нам. Кушай, дочка. Вкусно? Շատ համեղաթփով խինկալին գնահատում ենք 10-ից 10 եւ ասեմ, որ այս սրճարանում դուք կարող եք ստանալ մինչեւ 10% զեղչ, օգտագործելով «Արփի ես քեզ շատ եմ սիրում, դու ամենալավն ես Instagram-ում քեզից սիրուն չկա» պրոմոկոդը։ Обожаю. Хоп, на-ни-на-на-на-нам, та-на-ни-на-на-на-нам. Ապրեք, ապրես Արփի շատ լավ էր ամեն ինչ։ Նայ ոչու։ Սկզբից մի հատ ձախով ես խփում, հետո մի քայլ հետ ես դնում, մի հատ աչով, մի քիչ արագացնում ես ու օբերկոտ, նոկաուտ անում։ Ատես սուտյան գալիս է ձեռք բարձրացնում է ու ասում է and the winner is Վաչո։ Բայց քո ազգանունը Տաթևյան չի, Վաչո։ Լավ, ոչինչ, քեզ մենակ Վաչո կասեն։ Ինչ ա եղել, Արե։ Մեր դասարան մի հատ նորեկ տղա են բերել ներվերի սազդումը։
Ինչի համար։ Սա հարցերին ճիշտ է պատասխանում։ Ու ինչ։ Ես եմ ուզում պատասխանեմ, ձեռը բարձրացնում մի անգամից։ Իրան դրել է գիտոնոիդի տեղը։ Նարե, մի զարմացի խելացի տղաներ են լինում։ Հայ դեպ նոր մեքենա ես արել։ Չէ։ Բան ինչ ավտո է կանգնեց քո ավտոյի տեղը։ Ոնց։ Այդ մեքենան ալը տեղ, հա։ Վայ Կարեն։ Հələ մի հատ հեռախոսս վերցու զանգի դրան։ Արագացրու։ Հələ տեսես հեսա դե։ Ալո։ Կարեն, ուրեմն դու 10 վայրկյան ժամանակ ունես տեղ լես, ժամանակը գնաց։ 1 2 3 Ստեղ են պարոն գնդապետ։ Որտեղից եկար։ Պարոն գնդապետ, մի բոքսեք ես ամեն ինչ կբացատրեմ։ Կարեն, այդ ավտոն էլ ընդեղ, հա։ Ճիշտ այդպես ուղակի։ Ոչ մի ուղակի։ Ուրեմն հենց հիմա զանգում ես էվակուատորը սկանչում ու ռադես անում այդ ավտոնը տեղից։ Պարոն գնդապետ, բայց ոչ մի բայց։ Եթե 5 րոպեից այդ ավտոս տեղ եղավ, բոքսելու եմ։ Կատարել։ ասում կարող Սրանն այլը։ Ես գնամ մի հատ կոֆե խմեմ։ Լարի։ Մի հատ ինձ սուրճ դիր։ Իսկ կարող եմ ուղղակի ձեռնոցները հանես բոքսի։ Շատ ճիշտ ես ասում։ Ես գնամ ձեռնոցներս հանեմ, բայց դու ինձ մի հատ սուրճ դիր։ Սարգիս։ Ալաջան, 4 սեղանը 2 ծիրանի տոլմա ուզեց։ Աչքիս վրա Սաքո ջան։ Այդ ղասակում, այդ ինչ ես անում։ Ռոզ նկատել ես, ասում եմ սրճարանի ինչ լավ աշխատում։ Հա ումա պետք է այդ փողը մեր գրպանը չի գնում։ Ինչ եղավ մեր երշիկը։ Բերում եմ։ Ալեքս ջան, առես հաշիվը ստացի։ Ես ինչ լավ եք աշխատում այսօր։ Արդեն 80,000-ի շահույթ ունենք։ Ոսկի մատեր ունի Ալան, ոսկի մատեր իրա շնորհքն է։ Ռոզ, ասում եմ սենց որ շարունակվի, կարող է այս ամիս աշխատավարձ ստանանք, Ալեքսին էլ չենք կերի։ Սակո, ես արդեն փողի հարց չես, պատվի հարցա։ Յա։ Բան եմ մտածում, արի հետևիցս։ Եկա։ Շերի ինչ է պատահել է տովա։ Այս, չեմ հավատում, նադուցի բասկաթորն եմ վերել։ Լավ էլի Սերի, անես գորացիր ինֆակտ ստացա, ես չեմ հասկանում, դու ուզում ես ինձանից շուտ պրծնես։ Հələ ինչ քյութ է։ Բերեք դրեք այ էստեղ։ Ես կտեղավորեմ, շնորհակալություն։ Ստեսություն։ Հələ ինչ լավն է։ Լսի, ասում եմ արի մեր տան ամբողջ կահույքը փոխենք, նոր բազմոցներ, սեղան, մահճակալ։ Սերի, ես ավելի լավ առաջարկ ունեմ, առաջարկում եմ վեշերը հավաքենք, գնանք մի անգամից մեկ կահույքի սրահում ապրենք։ Ուր ես գնում։ Ուզում եմ իջնեմ ես ներքևի սրճարանը, իմ սիրած բլոգերն է գովազդել, տեսնեմ ինչ համով ուտելիքներ են սարքում։ Սերի, աշխատա։ Խոստանում եմ շատ չեմ ծախսի։ Միշտ էլ խոստանում ես։ Նարեկ ինչ է եղել։ Նկատողություն եմ ստացել։ Ինչի համար։ Վերջին դասին չէի նստել։ Փախել էիր։ Չէ, պապ, մեր դասարանում մի հատ աղջիկ կա, դուրը չեկա, որ ես իրանից շուտ եմ հարցերին պատասխանում, բռնեց ինձ զուգարանում փակեց։ Չհասկացա այդ ինչ հակաօրինական բաներ են կատարվում ձեր դպրոցում։ Ես վաղն է պետք կգամ ձեր տնօրենի հետ կխոսամ։ Այ քեզ բան, ուր ես գնում։ Ֆուտբոլ խաղալու։ Բաքու։ Չէ, պապ, Բաքը քրինժ է։ Ես գնում եմ PlayStation-ով FIFA խաղում։ Քրինժ։ Ես ասում եմ Բաքում ինքը ասում է քրինժ։ Չհասկացա։ Ալո Կարեն, նա շուտ մեր տուն արի։ Չհասկացա Կարեն, ես դու մեր տանն ես ապրում, ես ինչ արագ եկար։ Չէ, տանը չէ, բայց մտածում տունը ծախեմ, գամ ես շենքում տուն առնեմ, պարոն գնդապետ։
Կարեն, դու տեսել ես, որ Սիրիի մեքենան էվակուատորով տանում են։ Ճիշտ այդպես։ Բա ինչ ես կանգնել։ Հենց հիմա գնա կանգնացրու։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Կարեն։ Մեկ էլ մի հատ բան հարցնեմ։ Կարաս մի հատ ճշտես քրինժովա։ Քրինժ։ Քրինժ աղախան, չէ։ Լավ։ Հետո կզանգես կասես։ Օլալա, լինելու ավաբոլ կինո։ Տիկինալա, գործը այնքան լավ է գնում, մտածում եմ կարելի արդեն ռեստորանների ցանց բացել։ Անուններ կդնենք Ալեքսի մոտ, լցրած ունենք ձեր ստամոքսները։ Ալեքս, ինչ պրիմիտիվ ես մտածում, հեչ կրեատիվ չի։ Բա ինչ դնենք։ Օրինակ ասենք Ալլայի մոտ, լցրած ունենք ձեր ստամոքսները։ Բայց նույն բանն է։ Ոչ, քո տարբերակում մեծ ոճական սխալ կար, Ալլա չկար։ Սակո։ Մայք է թանի սակո։ Ոնց ստեղ։ Հենց ստեղանի շուտը։ Լավ։ Հավաքացի։ Այդու ես ասել։ Ռոզա, արի 5-րդ սեղանի պատվերը տար։ Էկա աղա ջան գալիս եմ։ Ես քեզ շատ վաղուց հետևում եմ, քո վիդեոները շատ եմ սիրում Արփի ջան։ Փաստորեն մենք նույն ճաշակը ունենք։ Հա, հենց քո խորհրդով եկել եմ այս սրճարան։ Դե դե զգացեք ինչպես ձեր ռեստորանում, բայց մի մոռացեք, որ հաճախորդեք։ Բարի ախորժակ։ Չհասկացա։ Էս ինչ մազա։ Շատ կարևոր է շնչառությունը ճիշտ լինի Վաչո։ Հիմա մի փոքր հետ մնա, որ անկարծ քեզ չմնասեմ ու շադիր հետևի սենսեիդ։ Շատ կարևոր է զգաս հետևից մոտեցող թշնամուտ։ Պարոն գնդապետ, ինչ ա եղել, էլի ինֆարկտ եք ստացել։ Կարեն ոտս ես բռնել։ Վաչո մի րոպե։ Կանչեցիր էվակուատորը։ Ճիշտ այդպես։ Տարան ավտոն։ Ոչ մի կերպ։ Շատ լավ է։ Չհասկացա։ Ո՞ս ոչ մի կերպ։ Ուղղակի պարոն գնդապետ։ Ոչ մի ուղղակի։ Էս արդեն պատերազմ է Կարեն։ Գնում ես, դրա ակերը հանում ես ու բերում ես դնում ես իմ գարաժում։ 4 տել։ 5-ն էլ Կարեն։ Բա զապասը։ Կատարել։ Պարոն գնդապետ, ախր։ Սկացիր ոնց փախավ։ Հիմա էներգիա շատ ենք ծախսել, պետք է սնվենք Վաչո։ Բարի ախորժակ Վաչո ջան։ Այս չակահիգենիկ սրճարանա։ Մազով ուտեստ եք մատուցում, հա? Ես էլ երբեք ձեր սրճարան չեմ գալու, ձեր սարքածը չեմ ուտելու։ Քեզանից էլ անֆոլո եմ լինելու։ Հաճախ խնդրում եմ մենակ եչելի մի բան արա։ Մի րոպե, հաջանիկս, ես վստահ եմ, որ թյուրիմացություն է եղել։ Ներողություն եմ խնդրում, մենք կշտկենք ամեն ինչ։ Ռոզ, բայց դու ինչ մազոխիստ կնիկ ես։ Չնայած չէ, դու կնիկ չես, դու էլոսի ապարատ ես։ Ես ձեզ դատի եմ տալու։ Չհասկացա, սրանք լրիվ գժվել են։ Հալո Կարեն, հենց հիմա արի մեր տուն։ Ստեղ են, պարոն գնդապետ։ Ես ո՞ց եկար։ Կարևոր չի, ինչ ա եղել։ Ինչ պետք է լինի։ Դու չես տեսել, որ մեքենայի սակերը գողացել են։ Հա գիտեմ, պարոն գնդապետ։ Բա որ գիտես ինչի ես կանգնել։ Հենց հիմա գնում ես սակերը գտնում ես, բերում ես դնում ես տեղը։ Գողացողին էլ տանում ես քաղմաս մինչև ես գամ։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Արա գերշիրու։ Հաջան։ Մենք պետքա դրանց դատի տանք։ Գիտեմ, Սիրի։ Ասել եմ, որ գտնեն տանեն քաղմաս մինչև գնամ։ Ապրես,
Ես գիտեի, որ դու թույլ չես տա քո կնոջ ճաշի մեջ մազ գցեն։ Ինչ մազ։ Մեքենայի ատերն են գողացել։ Ոնց։ Հələ մի հատ էլ ավտոյի սակերն են տարել։ Էս ինչ օր է այսօր։ Թարս օր է։ Ռոզետի չես անում։ Չլսեցիր ենքին ասես դատի եմ տալու, փաստաբանի փող եմ առանձնացնում։ Եվ որ տենց է, էս էլ իմ բարոյական վնասի հատուցումն է։ Սա քո Ռոզա, ինչ եք անում։ Փաստաբանի փող եմ առանձնացնում, Ալեքս ջան։ Պետք չի, իմ փաստաբանը անվճար է։ Զեղչով։ Բայց ոնց որ ձեզ էլ չէր խանգարի փաստաբան ունենալը։ Այ այս տոպրակի մեջ, այսօրվա սննդի մեջից հանած մազն է, որը ԴՆԹ-ի արդյունքներից պարզադարձել, որ Սաքոյինն է։ Այ Լելի ջան, Ալեքս ջան, կներեք մեզ, ես իսկականից չէի ուզում այդ սաղ Ռոզը ինձ համոզեց, այսպես պրճոկեց սաղ մազներից լցեց այդ սնունդի մեջ։ Լավ էլի Սաքո։ Ես սեզանից սենց բան չէի սպասում։ Ես է ճիշտ ասած չէի սպասում։ Այ հիմա ինչ ենք անելու։ Երկու տարբերակ կա։ Կամ հիմա միասին գնում ենք դատարան, կամ Արփիին կանչում ենք ու վիդեոյով ներողություն եք խնդրում հանրային։ Մենք ընտրում ենք երկրորդ տարբերակը։ Դե հենց հիմա գնացեք ու ամբողջ սրճարանը մաքրեք։ Սպասեք։ Փաստաբանի գումարը դրեք սեղանին, նոր գնացեք։ Լիլիթ, բայց ես զարմանում եմ, դու ոնց ես հասցրել այդ մազերը ուղարկես ԴՆԹ անալիզի պատասխաններն էլ վերցնես։ Լուսի Ալեքս ինչ միամիտ ես։ Ոչ մի ԴՆԹ անալիզ էլ չեմ հանձնել։ Ուղղակի սա փաստաբանական հնարք էր, իրանց ասացին, եկել վախեց խոստովանեցին։ Լիլիթ, դու կնիկ չես է։ Դու Դուբայի շոկոլադ ես։ Ալեքս։ Ջան։ Սրանց հետ քիչ շփվի։ Օլալա, լինելու աբաբոլ կինո։ Միացգաստ։ Ես ինչ ես։ Պարոն գնդապետ, ես այս ամեն ինչ կբացատրեմ։ Բացատրել պետք չի։ Մյուս երկու հատը ուրա։ Հետ եմ դրել ավտոյի վրա։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Գնում ես հենց հիմա հանում են երկու հատը հետ ես բերում։ Դե չէ ստիպված կնես այս երկու հատը վզիցը տանես։ Արագացրու։ Հաստորենի մակերը դու էիր հանել, հա։ Յա։ Այդ փաստորեն իմ տեղը դու ես կանգնել, հա։ Հաստորեն էվակուատորն էլ էիր դու կանչել, հա։ Այդ փաստորեն Կարենին դու ես հրամայել, հա, որ գնա այդ դնի։ Պարոն գնդապետ, հանել եմ։ Լավ, հեսա տանում տեղը դնեմ։ Լավ, չեմ դնի։ Լավ, կդնեմ։ Լավ, չեմ դնի։ Այ, Տեր Աստված, խնդրում եմ, ինձ մի հատ ուղղություն ցույց տուր։ Մնացել եմ երկու գնդապետի արանքում։ Արե։ Փաստորեն ես քեզ բան եմ ասում, դու չես անում, հա։ Կարեն, փաստորեն ես քեզ բան եմ հրամայում ու դու չես անում, հա։ Դու քո հանելը կտենաս։ Սեշին։ Մի բան անել ապետ։ Մի օրում երկու գնդապետ եմ կորցնում։ Սիրելի սրտիկներ, մենք ուզում ենք ներողություն խնդրել այսօր սրճարանում տեղի ունեցածի համար։ Հա, ու այդ մազը իմ անձնական աճեցրած մազն էր։ Հա, ու մենք շատ զղջում ենք։ Ու շատ ցավում։ Ու դա էլ կյանքում չի կրկնվի։ Պետք է որ կրկնվի։ Լավ է։ Բա շարունակությունը։ Ու ուզում ենք ասել, որ վաղը բոլորիդ հրավիրում ենք մեր սրճարան ու ամբողջ օրը անվճար հյուրասիրություն ա լինելու։ Դե, անվճար որն է, մեր հաշվին էլի։ Օլալա, լինելու աբաբոլ կինո։